Երբ որ մենք այդ մեր ընկերներով որ այցելել էինք Հյուսիսային Իրաք, վերադարձել էինք, այստեղ փորձում էինք ամեն մի միջոցառում, ամեն մի ինչ-որ տոն ավելի ազգային ֆոնին մոտեցնել։ Մենք առաջինից մեկն էինք, ովքեր որ երիտասարդների խումբը այդ տոնը նշեց սրբատեղի հատվածում։ Շատ հաճախ իմ հայ ընկերները ինձ հարց են տալիս, օրինակ դուք արևապաշտ եք թե ոչ։ Ես ասում եմ ոչ, մենք աստվածապաշտ ենք։ Իմ սիրած տոներից մեկը հենց կլոճի հենց տոնն է, երբ որ մետաղադրամ ես դնում ու ընկնում է։ Իմ բաժինը, որտեղ որ ես աշխատում եմ, ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժինն է, որը որ իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների հենց փորձաքննություն։ Եվ 2011 թվականին ընդունվել եմ ազգային agrarային համալսարան, տրանսպորտային ֆակուլտետ, ֆակուլտետի անվանումը ավտոմոբիլային տրակտորներ։ Այդտեղ ձեռք եմ բերել փոխադրումների կազմակերպում, ավելի ճիշտ սովորել եմ փոխադրումների կազմակերպում եւ կառավարում ագրոպարենային համակարգում մասնագիտությամբ։ Հետագայում դասախոսներից ով որ աշխատում էր այստեղ, փորձագիտական կենտրոն, որպես ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժնի փորձագետ, նաև դասավանդում էր համատեղության կարգով, այդտեղից եմ իմացել փորձագետի ուրեմն աշխատանքի ու մասնագիտության մասին։ Իմ բաժինը, որտեղ որ ես աշխատում եմ, ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժինն է, որը որ իրականացնում է ճանապարհատրանսպորտային պատահարների հենց փորձաքննություն։ 2017 թվականին ընդունվել եմ որպես ստաժոր 6 ամիս ժամկետով, որից հետո որակավորում եմ ձեռք բերել ճանապարհատրանսպորտային հանգամանքների հետազոտություն, այնուհետև 6 ամիս հետո ուրեմն տեխնիկական վիճակի հետազոտության որակավորում եւ տրանսպորտային միջոցների հետքաբանական հետազոտության որակավորում եմ ձեռք բերել։ Շատ հետաքրքիր աշխատանք է ու շատ պատասխանատու, որովհետեւ փորձագետի եզրակացության հիման վրա դատարանը վճիռ է կայացնում, ուստի այդքանով եւ պարտավորեցնում է, որ դու սխալվելու իրավունք չունես, սխալվելու տեղ չունես։ Երբ որ պետքա ընդունվեինք, արդեն այն տարիքներ հասել, որ պետքա որոշեինք ինչ մասնագետ եմ ուզում դառնալ, իմ մասնագիտության հարցում նաև ինձ օգնել են եւ խորհուրդ են տվել իմ հարազատ քեռիս եւ մեծ քեռիս, մամայիս քեռին։ Իմ հետ ես այսօրվա պես հիշում եմ, որ իմ հետ գնացել ենք երկու բուր, ուրեմն հայտը լրացնելուց առաջին նախ ճարտարագիտական համալսարանում էինք նշել, երկրորդը արդեն ագրարային համալսարանում։ Ճարտարագիտական համալսարանում, երբ որ առաջի կարգով էինք նշել, ընդունելության քննություններից հետո, երբ որ պետք է արդեն մոտենայինք, տեսնեինք, ընդունվել ենք թե չենք ընդունվել, առաջին ուսումնական հաստատությունը պոլիտեխնիկ ճարտարագիտական համալսարանն էր եղել, այնտեղ անունս չկար փակցված, ուրեմն իսկ ագրարային համալսարանում արդեն հիշեցի, որ երկրորդ տեղն էլ հայտով ներկայացրել էինք այնտեղ, մոտենալով ու տեսել, որ անվճար հենց ցուցակում է նշված իմ ուրեմն տվյալները, մեծ ուրախություն էինք ապրել, ու ինչպես մի հատ ֆիլմ կար Անրի Վերնոյի մայրիկը, եթե չեմ սխալվում, երբ որ ծնողներից զանգեցի, ասեցի, որ ընդունվել եմ ու անվճար եմ ընդունվել, ասեցին կաղա ուրախացել ես ու այդ անվճարը վերջը կարող մի հատ էլ նայես։ Ու նայել էինք, տեսել էինք, որ անվճարի հենց ցուցակում է եղել իմ տվյալները։ Գերազանցությամբ եմ ավարտել բակալավրը, բակալավրից հետո ուրեմն ընդունվել եմ նույն մասնագիտությամբ, մագիստրատուրայի եմ արդեն։ Տևողությունները տարբեր են փորձաքննություններ կատարելիս, բաժնում 10 կամ 9 փորձագետ ենք, կոնկրետ ճանապարհատրանսպորտային պատահարների փորձաքննությունների բաժնում, արդեն բոլորն էլ փորձագետները իրենց վրա ունեն մակագրված գործերի քանակն էլ այնքան շատ է, որ ինչպես մեր բաժնի պետն ասում, մեր անմիջական ղեկավարը, որ մենք երբեք անգործ չենք մնա։ Հուսամ այդ օրը կգա, երբ որ պատահարները քիչ կլինեն, ճանապարհատրանսպորտային պատահարները, բայց ունենք այն ինչ որ ունենք ու պատահարները
ահռելի թվով շատ է, ուստի պետք է այնպես անենք, որ փորձաքննությունները չուշացվի։ Փորձագետի մասնագիտությունը ինչքանով որ պարտավորեցնող ու հետաքրքիր կամ բարդ լինի, նաև փորձագետի մասնագիտությունը քեզ ստիպում է, որ դու միշտ չշտապես, առավելապես հանգիստ լինես, ուստի երբ որ հապճեպ կամ շտապ կատարվի փորձաքննությունը միանշանակ որակի վրա է եւ ինչ որ մի բան բաց կթողնվի, դրա համար ժամկետ որպես այդպեսին չի նշվում։ Ներքին կանոնադրությունով կա, եթե օրինակ փորձաքննությունը նշանակված է, դու իրավունք չունես 10 օրից ուշ, եթե 10 օրվա ժամկետում դու միջնորդություն ես ներկայացրել, դա նորմալ է, որ մինչև 10 օր պետք է միջնորդություն ներկայացնես։ 10 օրից հետո արդեն ներքին կանոնադրությունով ուրեմն շատ կարող է այնպես լինել, որ նկատողություն կամ ինչ պատճառներով քեզ դիտողություն էլ արվի, թե քո անմիջական ղեկավարի, թե գործակցական կենտրոնի տնօրենի կողմից, որովհետև ժամկետները այդ առումով ներքին կանոնադրության երբեք չպետք է խախտես։ Փորձաքննություն իրականացնելիս ուրեմն ամեն հանգամանքին պետք է ուշադրություն դարձվի, բոլոր գործերն են ինչ որ մեկի համար կարևոր, տենց առանձնահատուկ մի դեպք, որ ասեմ, որ սա ավելի շատ կարևոր է, քան ստենա, որովհետև եթե օրինակ քրեական գործի շրջանակներում նորից մակագրվածին վրա գործ ունեմ, դա կարող է այդ պահին շատ բարդ թվա կամ շատ կարևոր, բայց պատկերացրեք, որ կարող է 3-4 օր կամ 10 օր հետո մեկ այլ գործ նշանակվի, որը որ ավելի բարդ լինի, ավելի հետաքրքիր լինի, ուսումնասիրելը։ Տեխնիկական վիճակի հետազոտությունների ընթացքում ինչ ձեր մտքով անցնի, որը որ պետք կլինի տրանսպորտային միջոցը ուսումնասիրելու, այդ բոլորը ունենք։ Լինում են դեպքեր, ու շատ են տես դեպքեր, երբ որ օրինակ աղճատված է մեքենան բախումից հետո կողաշրջվել է կամ բախվել է տեղանքի այլ էլեմենտներին, ու այդ դեպքում միայն մեր մասով պատասխանեմ, որտեղ հետքաբան ու նյութագետին չի վերաբերում, ես իմ մասով պատասխանեմ։ Այդ դեպքում արդեն փորձաքննություն կատարելիս մնացած այլ ուրեմն սարքավորումներն էլ է պետք գալիս, օրինակ թելերը պետք գալիս, հարթաչափը պետք գալի, անկյունաչափը պետք գալիս, որը որ դու պետք է երկու օրինակ կետեր առանձնացնես բախման համար, երկու տրանսպորտային միջոցների սկզբնական երկու կետերը, օրինակ մեկ տրանսպորտային միջոցի վրա A կետից B կետը նշված է, այդ A կետից B կետը համապատասխանում է մեկ այլ տրանսպորտային միջոցի այսինչ հատվածին։ (2023) թվականից արդեն ես ընդունվել եմ աշխատանքի համատեղության կարգով Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում որպես դասախոս։ Դասավանդում եմ ճանապարհային երթևեկության կանոններ, իր մեջ ներառում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի ընդհանուր դրույթները ու մասնագիտական գիտելիքներով փորձում եմ կիսվել ուսանողների հետ։ Ուսանողական տարիներին եղել եմ ուրեմն մեր ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ, այնուհետև գիտխորհրդի անդամ եմ եղել ուսանողական տարիներին այն հաջողակ մարդկանցից է, ով 2013 թվականին որպես ազգային փոքրամասնություն, ոչ թե ազգային փոքրամասնություն, այլ ESD ազգի ներկայացուցիչ ու ուսանող, այն հաջողակների մեջ են եղել, ով այցելել է Հյուսիսային Իրաք, Հյուսիսային Իրաքում մեր սրբատեղին ենք մենք այցելել։ Ճիշտ ամեն մեկը հիմա իր բնակավարում իր աշխատանքով ժամանակ ավելի քիչ ժամանակ ունենք իրար հետ կոնտակտ ունենալու, բայց հավատացեք շատ հետաքրքիր օրեր ենք ունեցել Հյուսիսային Իրաք գնալուց, ESD-ական սրբատեղի գնալուց։ Այնտեղ նույնիսկ մեկ օր մենք գիշերել ենք սրբատեղիում, վերադառնալիս արդեն նորից մեր ակտիվ գործունեությամբ ենք զբաղվում, նաև այցելել եմ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսի, այնտեղ ուրեմն 1/10-ից ավել կրոնական կազմակերպություններ եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ կային։
ես ներկայացրել եմ եզդի համայնքը, արդեն եթե չեմ սխալվում, իմ բակալավրը ավարտելու տարիներն էր, մեր ակտիվ գործունեության ընթացքում շատ կարևոր մի հատ բան է տպավորվել մեջս, երբ որ մենք այդ մեր ընկերներով որ այցելել էինք Հյուսիսային Իրաք, վերադարձել էինք, այստեղ փորձում էինք ամեն մի միջոցառում, ամեն մի ինչ-որ տոն ավելի ազգային ֆոնին մոտեցնել ու դրանցից տպավորվել է, մենք տոն ունենք, Մալակետաուսի տոնը, որը որ նշվում է ապրիլ ամսվա 13-ին հաջորդող չորեքշաբթի օրը, ուրեմն այդ օրը մենք դեռ մեծ սրբատեղին կառուցված չէր ակնալճում, փոքր սրբատեղի հատվածներ, այդտեղ մենք մեր միջոցներով թե երգիչներ, թե օրինակ այնտեղ ճարակներ վառելը, թե օրինակ արդեն աղջիկները մյուս մեր ավանդույթին վերաբերվող թխվածքներն էին բերել, մյուս բաներն էին բերել ու այդ օրն է տպավորվել մեջս, որ մենք առաջինից մեկն էինք, ովքեր որ այդ երիտասարդների խումբը այդ տոնը նշեց սրբատեղի հատվածում, այդ տոնը նշում են տանը, այդ տոնը նշում են տարբեր տեղեր, մինչև այդ էլ է նշվել, բայց որպես առաջին ճրակ վառող սրբատեղիում այդ երիտասարդներն են եղել, որոնց թվում նաև ես եմ եղել։ Շատ հաճախ իմ հայ ընկերները ինձ հարց են տալիս, օրինակ դուք կարևապաշտ եք, թե ոչ, ես ասում եմ ոչ, մենք աստվածապաշտ ենք ու իրենց շատ հետաքրքիր է մեր օրինակ Աստծո կերպարանքը, այդ ավելի շատ ես այդ գիտելիքները, այդ ինձ հետաքրքրող հարցերը իմ ընկերներից եմ ստացել հարցերի պատասխանը արևելագիտական ֆակուլտետում ու իմ բարեկամներից եւս իմ ծնողներից եմ ստացել, բայց ավելի մասնագիտական եւ այսպիսի մի կարևոր բան կա, որ իրանց է հետաքրքիր, որ մենք Աստծուն ուրեմն մարդու կերպարանք չենք տալիս, մենք լույսի եւ արևի եւ ուրեմն լույսի մեջ ենք տեսնում, մարդու կերպարանք չունի Աստված։ Իրանց հետաքրքրող հարցերին փորձում եմ տենց պատասխանները այնպես տալ, որ համ հիմնավոր լինի, համ էլ ճիշտ լինի, որ տարբեր չլինի։ Մեր բոլոր ավանդույթներն էլ մենք ուրեմն ու տոները մենք նշում ենք մեր բարեկամների հետ, ես ապրում եմ Նոր վարչական շրջանում ու իմ բարեկամները հենց մեր տանը հենց մոտ են, իմ սիրած տոներից մեկը հենց այդ կլոճի հենց տոնն է, երբ որ մետաղադրամ ես դնում ու ընկնում է ու ես սովորաբար նման բաներին աշխատում եմ շատ չհավատալ, ավելի ռեալիստ եմ, բայց փորձ այն ցույց տվել, որ ընդունելության տարիներին նորից եմ նշում ծնողներից մեծ նպատակն է եղել, որ ուսման տան, այդ տարիներին ինձ ընկավ այդ մետաղադրամը ու իմ ծնողներս ինձանից ավելի շատ էին ուրախացել, հայրս ու մայրս։ Երեխաներից մեջ եմ սերը դեպի եզդի համայնք ուրեմն կարևորում, դրա համար դաստիարակության ընթացքում անընդհատ մենք նշում ենք, որ դու ազգությամբ եզդի ես, որ դու սենց նախնիներ ունես, ով արդեն ծնողներից որոշի, որ կրթության է տալիս, ուսում պետք է ստանա իր աղջիկ երեխան, կրթվում են։ Իմ շրջապատում ես իմ օրինակով կարող եմ ասել, թե կինս, թե քույրս, թե ուրեմն քեռիս աղջիկները, ուրեմն թե մնացած այլ իմ բարեկամները կրթություն են ստացել ու իրենց ոչ մի խոչընդոտ չի եղել, որ ծնողները դեմ լինեն կամ ասեն, այս երիտասարդը լավն է, ավելի լավ է վաղ ամուսնանա։ Ես կոչս ու հորդորս այն է, որ ուսմանը հետևողական լինեն։ Ես սովորել եմ Նոր-Նորքի 5-րդ զանգվածում Արտեմ Միկոյանի հարված 6 դպրոցում, այդտեղ եզերեն լեզու չկա, հայոց լեզու ենք ընծել։ Մեծ ուրախություն կապրեի, որ օրինակ Երևան քաղաքի ներսում բոլոր դպրոցներում, եթե օրինակ մեկը մի վարչական շրջանում է,
օրինակ իրան ավելի հարմար չի, գնա այլ վարչական շրջան կամ ինչ-որ մի հատ այլ կետ, այ իր հենց դպրոցում որտեղ որ սովորում է, հնարավորություն ունենա սովորելու եզդիերեն լեզուն ու առաջի դասանից սկսեց։ Քան որ ներկայացնում եզդիական համայնքը խորհրդս ու հորդորս կոչս այն կլինի, որ սովորեն, որտեվ այն մարդով որ պայքարում է, նույնիսկ սովորելի բնակավարում է, պայքարող մարդու ուժը ավելանում է ամեն օր։ Ու պետքա բացի այն, որ կրթված լինել բարձրագույն հաստատությունում սովորել, այլ նաև ինքնակատարելագործվել, հա, այսինքն եթե ինչը իրանց հետաքրքիր է, դրանցով զբաղվեն։